Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում 5-շաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հրավերս։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, վերջի օրերի ես չեմ չափազանցացնում, լրատվական դաշտը, չասեմ ծանրաբեռնված է, դա դեռ քիչ է։ Ուղղակի ամբողջությամբ կլանված է այն միջոցառման, ուրեմն լուսաբանմամբ, որը դուք կատարեցիք ազգային ժողովի մոտ փոխանցելով համապատասխան նամակներ ամեն մի падգամավորի եւ այլն պահանջելով, որտեղ դա նաեւ ըստ էության պահանջագրի պես է, որ առաջարկե կամ այո, որ անվստահություն հանձնեն հայտնեն կառավարության ղեկավարին որպես առաջնային մանդատով հաստատության ազգային ժողովի падգամավորներ։ Նրանք ունեն այդ իրավունքը, բնականաբար, բայց մինչ ուրեմն այս հարցին անցնելը, կուզենայի պարզաբանենք մի ուրիշ հարց, կապված արթունենք նախաձեռնության հետ, որի մասին դուք եթերում ասացիք, որ դա քաղաքացիական նախաձեռնություն է։ Ճիշտ է։ Ինչպիսի նախաձեռնություն է, դա ինքնաբուխ է եղել, կազմակերպված, թե ինչ-որ մարդիկ նախապես աշխատել են, օրինակ նաև հարց է առաջանում, գուցե ինչ-որ քաղաքական շրջանակից է այդ առաջարկը եկել։ Չէ, բացարձակ դա ինքնաբուխ է եղել, այդ անվանումն էլ նույնիսկ շատ պայմանական է, այդ անվանումով կազմակերպություն գոյություն չունի, այդ շարժման առաջնորդ գոյություն չունի, շարժման ղեկավար մարմին գոյություն չունի։ Ես ինքս անձամբ վարչապետին անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին հրապարակային սկսել եմ խոսել դեռևս 2022 թվականի օգոստոսի 23-ից, երբ որպես քաղաքացի հրավիրել էի հանրահավաք հանրապետության հրապարակում, դա մեր անկախության հռչակագրի ընդունման օրն էր։ Այդ օրը նաև ես խնդրել էի եւ բարեբախտաբար կայացավ նաև Գերագույն խորհրդի առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստ, այսինքն այն Գերագույն խորհրդի, որ ընդունել էր անկախության հռչակագիրը, եւ նախաձեռնության հիմքում ոչ միայն իմ քաղաքացի լինելու հանգամանքներ, այլ նաև իմ ծնողի, իմ հոր զավակը լինելու, որովհետև իմ հայրը նույնպես եղել է առաջի գումարման Գերագույն խորհրդի падգամավոր, ոնց որ նրա խորհրդով։ Եվ այդ օրը ես հայտարարեցի, որ անհրաժեշտ է նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Դրանից առաջ այդ մասին հրապարակային հայտարարություններ արել նաև Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, Դիմադրության շարժման հանրահավաքներից մեկի ժամանակ դեռ Ֆրանսիայի հրապարակում, եթե չեմ սխալվում, օգոստոսի 12-ին թե 14-ին։ Այդ գաղափարի նկատմամբ որևէ մեկը բնականաբար հեղինակային իրավունքներ չունի, դա սահմանադրական կարգավորում է եւ օգոստոսի 2-ից, երբ լրացավ պաշտոնավարումը Նիկոլ Փաշինյանի 1 տարվա, արդեն այդ սահմանադրական իրավունքը հնարավոր էր գործի դնել։ Եվ ինձ համար էլ էր ցանկալի տեսանելի, որ ազգային ժողովը չուշացնի այդ գործընթացը։ Եվ այդ ժամանակվանից մինչև հիմա իմ տեսակետը հարցի վերաբերել անփոփոխ է, եւ ես կարծում եի, մինչև հիմա կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու միակ հնարավոր տարբերակը մնացել է անվստահություն հայտնելը։ Բայց ցավոք սրտի մինչ օրս ազգային ժողովի ոչ մի падգամավոր այս նախաձեռնությունը չի ցուցաբերել եւ վարչապետին անվստահություն հայտնել, նույնիսկ գործընթաց չեն սկսել։ Ես չեմ ասում անվստահություն չեն հայտնել, նույնիսկ չեն նախաձեռնել, որևէ մեկը դա չի արել։ Եվ ժամանակի ընթացքում ես չեմ դադարել դրա մասին խոսելուց եւ ընթացքում էլի հայտնվել են մարդիկ, ովքեր որ այս գաղափարի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել, առավել ակտիվ է այդքանի մեջ նաև մեր գործընկեր Նարեկ Մալյանը, որը ինքն էլ իր հերթին լինելով ճանաչված հասարակական գործիչ, զրկանքներ կրելով այս իշխանությունների ապօրինություններից եւ այլն, ինքն էլ է միացել ըստ էության այդ գաղափարին, ամենայն դեպս ինքը հրապարակային այդպես էլ է ներկայացնում, որ լսելով Էդգար Ղազարյանի մոտեցումների հիմնավորները կարծել են, որ դա Եվ մենք ստեն ստացվել է, որ մի փոքր խմբով, Նարեկը նաև մի ակումբ ունի, կոչվում է Կամեր 23, այդ այն պայմանական անունն է դատակ այդ բանտախցի, որտեղ որ ինքը անազատության մեջ է եղել, եւ 1-2-3 անգամ հավաքվել ենք այնտեղ, մի քանի փոքր թվով, շատ փոքր թվով մարդկանցով, ստացվի որ Կամերում է հավաքվել։ Հենց էլ գայել է Կամեր 23, հենց դա է։ Փոքր թվով մարդկանցով որոշել ենք առավել մեծ հանրային հնչեղունարը ստանձնել իր վրա որպես
այտենց հանրային կապերի պատասխանատվություն, նաև իր հեղինակությունը նրան գործի ավելացնելով եւ ըստ էության դա հենց այդ է, այսինքն մարդիկ, ովքեր որ այդ գաղափարը պաշտպանում են, դա որևէ կազմակերպական իմաստ չունի, ձև չունի, որևէ քաղաքական աջակցություն որևէ ուժի կուսակցության կողմից ըստ էության չունի եւ կարծում եմ որ մեր հրապարակային գործունեությունն էլ է հայտարարություններն են դրա մասին նաև վկայում, որովհետեւ մենք չենք առանձնացնում օրինակ ազգային ժողովի պատգամավորներին ըստ իրենց քաղաքական պատկանելության, թե իրանք որ խմբակցության պատգամավոր են, անկախ պատգամավորներ են, թե իշխանական խմբակցության պատգամավոր, այսինքն մեր պահանջը ըստ առաջարկը ավելի շուտ հասցեագրված է բոլորին հավասարապես անկախ իրենց հայացքից, այսինքն իրենց պատգամավորի որպես կարգավիճակից ելնելով։ Իսկ խորհրդանում կան պատգամավորներ տարբեր քաղաքական ուժերի եւ հետեւաբար մենք դες տարբերակում այդ իմաստով չենք գնում։ Լավ, մի բան, որ ես ինքս եմ նկատել, եւ սա այս մասին նաև խոսվում է թե մամուլում, թե սոցիալական ցանցերում, ամենտեղ խոսվում է, որ այնուամենայնիվ նկատվում է ձեր գործունեության մեջ դիցուք ձեր եւ Նարեկ Մալյանի, այդ դուք ասեցիք մեր հայտարարություններն էլ են այդպիսին, ընդհանուր կան հայտարարություններ, որոնք այնքան էլ չեն վկայում, որ բոլորին, ասենք, մի աչքով եք նայում կամ բոլորից նույն սպասելիքներն ունեք։ Դիցուք օրինակ Նարեկ Մալյանի դեպքում եղավ հայտարարություն, որ իմպիչմենտին դեմ են Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը, սա ճիշտն ասած մի քիչ նաև չասեմ անհասկանալի է, անհեթեթ է, այսպես ասեմ, անհեթեթ է այդ առումով զուտ իր բովանդակության մեջ, բայց այնուամենայնիվ նկատվում է այդ հայտարարություններից, որ դուք ձեռնարկելով այս գործընթացը, որը չգիտեմ, գուցե ընդդիմադիրների այս ժամանակի ընթացքում ասում եք չեն անդրադարձել, գուցե նաև նպատակահարմար չեն գտել համարելով, որ դա չաշխատող է այս պահին։ Հիմա այս գործընթացում տպավորություն է, որ դուք նախապես նաև մեղավորներ եք նշանակում։ Դա Նիկոլ Փաշինյանը մի քիչ ուրեմն պահվածքի մեջ է մտնում մեղավորներ նշանակելը, բայց դուք այստեղ նախապես կարծես թիրախներ դարձնելով ընդդիմադիրների թիրախ դարձնելով, ընդ որում նաև թիրախ դարձնելով Հայաստան խմբակցության պատգամավորներին, հավանաբար ավելի շատ սպասելիքներ նրանցից ունեք, չգիտեմ, գուցե որովհետև արդեն հայտնի է, որ մի քանի պատգամավոր ազգային ժողովի ՔՊՊ խմբակցության պատռում են այդ թղթերը, չգիտեմ ինչ, այսպես անհեթեթ հայտարարություններ են անում նախաձեռնության մասին եւ այլն, շատ դժվար է այնտեղից մարդ բերելը։ Ու հիմա երբ ընդդիմադիրները ձեզ ասում են, լավ, մեր ձայները ի վերջո չի բավականացնում։ Դուք կարող եք ապահովել համապատասխան քանակությամբ ձայներ գոնե քաղաքացիական պայմանագրից։ Պատասխան չկա այստեղ։ Կա, բոլոր պատասխանները կա, այո։ Նախ ասեմ ձեզ, որ այդ քանի որ այդ արթուն ենք նախաձեռնությունն է քաղաքացիական նախաձեռնություն է, եւ դրան կարող են ցանկացած մարդիկ անդամակցել, մենք միասնական տեսակետ այդ որպես այդպեսին չունենք, եւ պարոն Մալյանի հայտարարությունների համար պարոն Մալյանն է մեկնաբանություններ եւ պարզաբանումներ տալու պատասխանատուն եւ դա ընդհանուր մոտեցումներ չէ, այսինքն դա կուսակցություն չի, էլի, որ ասենք կուսակցության անունից հայտարարվել է դա։ Կներեք, մի հատ բարձենք, այսինքն դուք կարող եք նաեւ տարբեր կարծիքներ ունենալ, այո, օրինակ ես այն բայց նույն գործը անել, այո, մենք մեր այն նպատակը, որը որ մեզ միավորում է, դա վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարն է։ Իսկ այդ նպատակի իրացման ճանապարհին ոչ մեկ, ոչ պարոն Մալյանն է իմ հայտարարությունների համար պատասխանատվություն կրում, ոչ ես, եւ մենք դա ընդհանուր մեր մոտեցումը չի։ Դա մի արտահայտություն է, որը կարծում եմ հետագա պարոն Մալյանի նաեւ եթերներից եւ հայտարարություններից ես չեմ նկատել, որ նա շարունակի այդ թեզը զարգացնել, պնդել, այսինքն դա մի անգամ արված հայտարարություն, որը ես անկեղծ ասած չեմ կիսում։ Խոսքն էլ թրջուն է ասում է, թռավ այո, այո, բայց օրինակ ես այդ կարծիքին չեմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է այդ նախաձեռնությանը, որը եւ նախագահներից որևէ մեկը դեմ լինի, մեն այն պատճառով նրանցից ոչ մեկը չի ասել, որ իրանք դեմ են այդ նախաձեռնության, այսինքն թե ինչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանը այս կամ այն հարցի վերաբերյալ, կարող է ասել Ռոբերտ Քոչարյանը կամ նրա գրասենյակի ղեկավարը, այսինքն այն մարդիկ, ովքեր պատասխանատու են նախագահի կարծիքը հանրությանը հայտնելու, իսկ ինձ նման կարծիք հայտնի չի,
որ նախագահ Քոչարյանը դեմ այդ նախաձեռնության։ Ավելին ասեմ ձեզ, որ վերջին շրջանում ես իմ նախաձեռնությամբ հանդիպում եմ խնդրել Ռոբերտ Քոչարյանի հետ եւ կայացել է այդ հանդիպումը։ Իհարկե, եթե նախագահան ինձ պատիվ արել ընդունելու, ես դա ինձ համար պատիվ եմ համարում, դա դեռ ինձ իրավունք չի տալիս, որ իր տեսակետները ասեմ հանրությանը, թե մենք ինչ ենք խոսել, դա կարող է նորից ասեմ, ինքը ասի կամ իր գրասենյակի ղեկավարը։ Բայց ես չեմ կարող, ես նրա նկատմամբ ունեմ հարգանք եւ հենց իմ վերաբերմունքը նախաձեռնությունը որևէ հարց նախապես քննարկելու տեսակետներ ճշտելու իմանալու ցույց է տալի ընդգծված հարգանքը եւ մոտեցումը։ Եվ կարծում եմ մյուս կողմից էլ նախագահ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես նախկին նախագահներ այս հարցի վերաբերյալ նույնիսկ պաշտոնական տեսակետներ կարող է չազդի process-երով, դրանք պատգամավորներ չեն։ Անվստահության գործընթաց նախկին նախագահները չեն կարող անել։ Անվստահություն կարող են անել պատգամավորները։ Հետևաբար մեր նախաձեռնության հասցեատերը պատգամավորներից բացի ուրիշ ոչ ոք չի։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն էլ չի կարող դեմ կամ կողմ լինել։ Պարոն Մայլյանն ասում է Նիկոլ Փաշինյանը դեմ է, չէ՞։ Հա, այստեղ ինքը կարողություն ունի, հասկանում են։ Ինչպես կարող ինքը դեմ լինի, եթե ինքը պատգամավոր չի։ Ինքը կարող է դա իրան վերաբերում է, բայց ինքը չի կարող կողմ կամ դեմ լինի։ Այնպես որ ես կարծում եմ, որ այդ մի արտահայտությունը, մի ձևակերպումը չպետք է ենթադրությունների զարգացման միջավայր ձևավորի, որովհետև նորից եմ կրկնում, հասցեատերը այդ գործընթացի միայն ու միայն ազգային ժողովի պատգամավորն են։ Եվ իմ հարցի մի մասը, դուք կարող եք կամ գիտեք ձևը քաղաքացիական պայմանագրից պատգամավորներ պոկելու։ Շատ լավ, այո։ Որովհետև ի վերջո նաև ձեր մեկնաբանության հետ է առնչվում սա, որ պատգամավորներին է վերաբերում։ Նրանք քաղաքական թիմի անդամ են, չմոռանանք, եւ քաղաքական թիմերում որոշումները կայացվում են հավաքաբար։ Նայեք, եթե որևէ գործընթաց նախաձեռնվում է որևէ պատգամավորի կողմից, դա պետքա բխի իր սկզբունքային համոզմունքներից եւ դիրքորոշումներից եւ պետքա հնարավոր առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի իր մոտեցումները համոզիչ լինեն եւ նաեւ հաջողություն վայելեն կյանքի կոչվելու համար։ Տեսեք օրինակ բերեմ, երբ որ նոր էր ձևավորվել ազգային ժողովը 8-րդ գումարման, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը նախատեսում է, որ ազգային ժողովի 1 փոխնախագահի պաշտոնը, 3 մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններ, հանձնաժողովի նախագահի տեղակալներ պետք է զբաղեցնեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ։ Դա օրենքի պահանջ է, սահմանադրական օրենքի պահանջ է։ Եվ այդ օրենքի պահանջով պատիվ ունեմը տեխնացու չեր առաջադրել, Հայաստան դաշինքը առաջադրել էր Իշխան Սաղաթելյանի տեխնացությունը, պատիվ ունեմն էլ ասել էր, որ իրենք պաշտպանելու են։ Բայց որպեսզի Իշխան Սաղաթելյանը օրենքի պահանջով ընտրվեր ազգային ժողովի փոխնախագահ, միայն 2 խմբակցությունների քվեները բավարար չէր։ Այսինքն ենթադրվում էր, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից առնվազն 18 պատգամավոր այդ ժամանակ պետք է կողմ քվեարկեն, որ 54 կողմ ձայները լինի, որ Իշխան Սաղաթելյանը ընտրվի։ Իսկ ԿՊ-ից մինչև կողմ չքվեարկեին, չէր ընտրվի։ Եվ դա իմանալով ընդդիմությունը առաջադրել էր։ Ինչ ստացվեց, որ ԿՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին պարոն Սաղաթելյանի տեխնացությանը։ Ընդդիմությունը երկրորդ անգամ առաջադրեց Իշխան Սաղաթելյանի տեխնացությունը, դրանք երկրորդ անգամ էլ դեմ քվեարկեցին եւ պահանջ դրեցին, ասացին, որ մենք դեմ ենք Իշխան Սաղաթելյանի տեխնացությանը, որովհետև ինքը մեզ շատ է քննադատում, իր քննադատությունները շատ սուր են եւ անհնար է նրա աշխատանքը ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների հետ եւ այլն։ Եվ եթե դուք ուրիշին առաջադրեք, այլ ոչ թե Իշխան Սաղաթելյանի, մենք անհրաժեշտ թվով կողմ ձայներ կապահովեն։ Եվ բարեբախտաբար ընդդիմությունը տեղի չտվեց, այսինքն ցուցաբերեց սկզբունքայնություն, ասաց, որ դա ընդդիմության քվոտան է, մենք ենք որոշում ում պիտի առաջադրենք եւ երրորդ անգամ առաջադրեցին Իշխան Սաղաթելյանը, ԿՊ-ն կողմ քվեարկեց։ Այսինքն համառությունը, վճռականությունը, սկզբունքայնությունը տվեց ցանկալի արդյունք։ Իհարկե դա ցավոք սրտի հետագայում ԿՊ-ն այլափոխեց այդ գաղափարը եւ հիմա մենք ցավոք սրտի հիմա դա չի։ Հիմա նայեք, ԿՊ-ի ձայներ էր պետք, չէ՞։ Դու ի սկզբանե գիտես, որ դու չունես այդքան ձայն, բա ո՞նց ապահովեցիր։ Ապահովեցին, չէ՞ ի վերջո։ Սկզբունքայնության, վճռականության եւ համառության շնորհիվ։ Նույնը պետք է լինի այս դեպքում։ Այն ինչ որ մենք հիմա պահանջում ենք անվստահության գործը, դա էլ է օրենքի պահանջ։ Ճիշտ այնպես ոնց որ պիտի ազգային ժողովի մի փոխնախագահը լիներ ընդդիմությունից, որովհետև սահմանադրության պահանջ է, որ եթե կառավարությունը շեղում է իր գործունեության ծրագրից, այդ կառավարությունը պիտի անվստահության արժանանա։
Նա չի կարա իր ծրագիրը չկատարի եւ մշտապես վայելի պարլամենտի վստահությունը։ Հետևաբար այդ գաղափարը պետքա առաջ տանել եւ այդ գաղափարով պետքա գնալ ՔՊ-ի յուրաքանչյուր падգամավորի հետ, ուզում է խմբակցությունով լինեն, ուղղակի առանձին խմբերով լինեն, անհատապես լինի, այդ գաղափարը պետքա հասցվի իրանց, այսինքն ոչ թե պիտի մեր ընդդիմադիր падգամավորները սես նստեն եւ ուրիշները գնան տներից, չգիտեմ որտեղից ՔՊ-ներ որսան, համոզեն, հետները խոսեն, բերեն ասեն, այ տեսեք մենք ձեզ նվիրում ենք մի հատ ՔՊ-ական պատես չի լինում։ Հիմա տեսեք ընդդիմությունը մեր մի քանի օր առաջ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի իշխանությունների այս մերժողական ցեղասպանությունը մերժողական այդ վարքագծի Հայաստան Դաշինքի падգամավորները հայտարարեցին, որ նախաձեռնում են հայոց ցեղասպանությունը կոնկրետ հերքելու քրեականացման նախաձեռնում։ Շատ իմ կարծիքով ողջունելի, ճիշտ, արդիական ցավոք սրտի մեր իրականության մեջ արդիական դարձած գաղափար։ Բայց հիմա եթե իրենք նման օրենքի նախագիծ են հեղինակում, իրենք ի սկզբանե գիտեն, չէ, որ դրա համար պիտի ՔՊ-ի падգամավորները օրենքի նախագիծը հեղինակողը ինչի անում, որպեսզի այդ օրենքի նախագիծը ընդունվի, չէ։ Որպեսզի ընդունվի, պիտի ՔՊ-ից 20 падգամավոր առնվազն, եթե ընդդիմությունը միասնական լինի այդ հարցում, կողմ քվեարկի, չէ, որ հիմա իրենք խոսել են այդ ՔՊ-ի падգամավորների հետ։ Ժողովուրդ հավաքվել է փողոցում, որ ասի մենք պաշտպանում ենք այդ իհարկե, բայց իրանք դա արել են ու ճիշտ են արել, որ արել են։ Որովհետև նախ պիտի այդ գործընթացը սկսեն, գործընթացը որպես հեղինակներ առաջ տանեն եւ որ պահին իրենք կզգան որևէ մեկի հասարակության արտախորհրդանական ուժերի, հասարակության քաղաքացիների աջակցությանը, դիմեն կոչով մարդկանց ասեն եկեք մեզ օգնեք այս գաղափարը կյանքի։ Նույնը վերաբերում է անվստահության գործընթացին։ Նույնն է, այնտեղ տարբերություններ չկա։ Ես հիմա դուք օրինակները բերում եք, ինչ որտեղ ձեզ հետ համաձայն եմ, ինչ որտեղ չէ, բայց օրինակ կոնկրետ Իշխան Սաղաթելյանին ազգային ժողովի փոխնախագահ նշանակել, որ ՔՊ-ն ստիպված երրորդ անգամ արդեն կողմ քվեարկեց, դա էլի օրենքի պահանջ էր, ասացիք եւ այլն, քվոտան էլ ընդդիմությանն էր։ Այստեղ ինչ որ պատային վիճակում էր հայտնվել ՔՊ-ն։ Բայց մյուս դեպքում անվստահության այդ impeachment կոչվող այս գործընթացը տեսեք ինչ է, նրանք պարտավորված որևէ բանով չեն պարտավորված դրան կողմ քվեարկել, ինչ իմաստով, որ օրինակ դու ասում ես կառավարությունը իր ծրագիրը չի կատարել, նրանք ունեն դրա պատասխանը, ասում են դե ծրագիրը այս բաները չեն կատարել, որովհետև այս բաներն են եղել, իրավիճակ է փոխվում, աշխարհաքաղաքական իրավիճակներ են փոխվում, չգիտես ինչ հարցեր կա, բոլոր դեպքերում նրանք արդարանում են ամեն ինչով եւ ասենք կոնկրետ այդ պնդումը ձեր, որ սահմանադրության պահանջ է եւ այսպես կարող եք, այո, կարող են, բայց չեն անում։ Այո, չեն անում ինչ ասում։ Բայց չի անի, որտեղ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, իսկ այնտեղ նստած են մենք բոլորս գիտենք Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը, այսինքն Չէ, չգիտենք։ Այսինքն դուք կասկածում եք, որ նրանց մեջ կգտնվեն մարդիկ, որոնք կողմ կլինեն։ Ես համոզված եմ, որ նրանց մեջ այո, եւ որpիսի մենք այդ համոզմանը գանք, այդ գործընթացով պետքա նախ հասնենք իրենց։ Իսկ իրենց հասնելու համար պետքա նախ այդ գործընթացը սկսի։ Տեսեք դուք սկզբից ձեր խոսքի մեջ ասեցիք, որ թիրախավոր ամեն մեկը առանձին իր կարծիքն ասի։ Անպայման, պատգամավոր են իրենք։ Լավ։ Հիմա նայեք, դուք սկզբից ձեր խոսքում մի բան հիշեցի, որ ասեք թիրախավորվում են ընդդիմադիր падգամավորները։ Ոչ մի պարագայում։ Ընդդիմադիր падգամավորները նրանք բացի դրանից, որ շատերը իմ անձնական մտերիմներն են, ընկերներն են, մենք միասին հեչ որ չէ վերջին տարիներին պայքարի բողով ենք անցել, ասենք շատերին ճանաչում ենք շատ ավելի վաղուց, նրանք երբեք չեն կարող իմ կողմից մասնավորապես թիրախավորվել։ Բայց նրանցից իմ լեգիտիմ ակնկալիքը ավելի մեծ է, որ այս գործընթացը պետք է սկսեն, քան ՔՊ-ից։ Այսինքն դա ոչ թե թիրախավորում է, այլ լեգիտիմ ակնկալիքի արտահայտում, որովհետև ու դա պայմանավորված է ոչ թե իրենց նկատմամբ ունեցած բարեկամ վերաբերմունքից, այլ իրենցից քաղաքական դիրքորոշումից, իրենցից տված խոստումներից, իրենցից տված ծրագրերից, որովհետև 2021 թվին
խորհրդարանական ընտրությունների մասնակցող եւ խորհրդարանում գնացած երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ Հայաստան դաշինքը եւ Պատիվ ունեմ դաշինքը առաջին հերթին մեզ որ խոստացել են որպես ընտրողների դա այն ա եղել որ իրանց գլխավոր առաքելությունը ոչ թե գյուղատնտեսության բնագավառում քաղաքականություն վարելն է, չգիտեմ ես բան, այլ առաջին հերթին էս Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է, որովհետեւ այդ ընտրությունը արտահերթ է եղել։ Եվ հետեւաբար մեր թիվ 1 ակնկալիք, որ այդ գործընթացը իրենք պիտի նախաձեռնեն, իրենցից է, բայց հիմա ասում ենք ՔՊ, տեսեք ինչ ասած ասում ենք վերացական մի հատ պատկերացում ենք ձևավորել մեր համար ՔՊ-ի իշխանական թիմի եւ այլի մասին, որը դուրս է սահմանադրա իրավական կարգավորումներից, եւ ստացվում է, որ մենք պիտի համերաշխ գտնվենք դրա հետ, այսինքն համերաշխ գտնվենք, որ մեր երկրում ձևավորվել է մի հատ բանդա, որը զավթել է իշխանությունը, նրանք զբաղեցնում են վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, падգամավորների, համայնքի ղեկավարների, պաշտոններ եւ իրենք խախտելով մեր երկրի սահմանադրությունը, օրենքները, սահմանադրական կարգը, իրականացնում են բարբարոսություններ մեր ժողովրդի հանդեպ, որը դառնում է մարդկային կյանքերի կորուստ, հայրենիքի կորուստ, մեր բարեկեցության անկում եւ այլն, բայց պիտի հաշտվենք դրա հետ։ Ես ինքս իրատես մարդ եմ, ես բացի դրանից որ արդեն հասակ եմ առել եւ փորձառություն ունեմ եւ մասնավոր ընկերություններում աշխատելու եւ պետական ոլորտում բարձր ես իմ իրատեսությունը չեմ կորցնում այնց ոնց որ ցանկացած ուրիշ մարդ է տեսնում եւ հասկանում թե ինչ փոխհարաբերություններ են տիրում ՔՊ-ում ինչ ազդեցություն ունի վարչապետը նաեւ падգամավորների վրա այդ նույնը նաեւ ես եմ տեսնում ու հասկանում բայց ես ոչ թե հաշտվում եմ այդ իրողության հետ այլ ես պայքարում եմ այդ իրողության դեմ պայքարում եմ դրան սահմանադրա իրավական դաշտ կարգավորման դաշտ բերելու համար այսինքն այո վարչապետը ակնհայտ ուժ է բանացնում ՔՊ-ի падգամավոր եւ դրա մասին ոչ թե ենթադրություն կա այլ ազգային ժողովի падգամավոր Հովիկ Աղազարյանը խմբակցությունից դուրս գալուց հետո պատմել է թե ինչ ներքին փոխհարաբերություններ ունեն ոնց են հրահանգներ ստանում կառավարությունից ոնց են իրենք որոշում իրենց падգամավորական գործունեության վրա ուրիշները ազդում բայց մենք ոչ թե պիտի հաշտվենք դրա հետ, այլ պայքարենք։ Իսկ պայքարելու ձևը ավելի լավ ձև, քան օրինական սահմանադրական միջոցներն չկա, իսկ դրանցից միակը մնացել է վարչապետին անվստահություն հայտնելը։ Հետարքիր սրուցակերում չենք ուզում ավարտել, ուղղակի ժամանակի Միշտ պատրաստ եմ ձեզ եւ այսպեսի մի հատ հարց կուզենայի, հարցի շուրջ կուզենայի խոսենք։ Տեսեք, գործում է ընդդիմության ամենամեծ խմբակցությունը, ամենամեծ ընդդիմությունը, որ ամենաշատ ձայներն ունի, ձայների թվով ամենամեծ ընդդիմության մասին է խոսքը, այսինքն դա մի կառույց է, ասպես ասեմ, քաղաքական միավոր է, որի վրա ճնշում բանեցնել կարող է այս երկրում մեկ էլ իշխանությունը, ճնշումներ բանեցնել։ Այսինքն մյուս ընդդիմադիր միավորները կարծում եմ ճիշտ կլինի ավելի դիրքորոշվել ընդդիմության շուրջ, ընդդիմության հետ համատեղ գործել։ Ուղղակի տեսեք ինչ եղավ, այս միջոցառումը, որ բերեցիք, այս գործընթացը, որ բերում եք, ինչ որտեղ ոնց որ թե ընդդիմության մեջ չեմ ասի, որ հանրապետականին ճնշում եք, շատ չգիտեմ, ներողություն, Հայաստան դաշինքին ճնշում եք, հնարավոր չէ երկրում, ասենք ամենամեծ ընդդիմությանը ճնշել ընդդիմադիրների բանակով, այդպես բան հնարավոր չի։ Նպատակ որևէ մեկը չունի։ Հիմա չասեմ նրան ճնշում եք, բայց այնուամենայնիվ ընդդիմության մեջ ինչ որ խլրտում է ընկնում։ Օրինակ ասենք ՔՊ-ական դե դրանց մեծ նշանակություն էլ տալ պետք չի, ՔՊ-ական առանձին падգամավորներ եղան, որ հայտարարեցին, թե երրորդ նախագահը կարծես ուզում է նախաձեռնություն վերցնել իր ձեռքը, դա իրենց ձեռնտու է ավելի իրենց շանսերն ավելի են մեծանում, երբ որ երկրորդ նախագահն է մտնում այդ խաղի մեջ փորձում է բան անել։ Տեսեք, այսպիսի հայտարարություններ կան եւ հանրության մեջ էլ արդեն որ կա կարծիքը ընդդիմադիրների հակադրությունների, հակասությունների մասին ավելի է խորանում։ Հիմա տանելով այս գործընթացը հասցնելով միտեղ ձեզ իրավիճակից օգտվելով ՔՊ-ն արդյոք չի կարող համաձայնել տա իր 20 ձայնը, ինչքան է այնտեղ պետք 18, 20 առնվազն, 20 առնվազն։ Տալիս է իր 20 ձայնը, այնուհետև քվեարկում է այն տեխնացուի օգտին,
որին իրենք են առաջարկում, այսինքն դառնում է Նիկոլ 2 մի հատ գործողություն, ձեզնից, ձեր կամքից, իմ կամքից, Հայաստան խմբակցության կամքից եւ պատիվ ունեմ խմբակցության կամքից անկախ ստացվում է մի բան արդյունքում, որը ոչ մեկը չէր ուզի մեզնից ընդդիմանել։ Չի կարող դժվար լինել։ Ահա։ Նախ ասեմ ձեզ, որ ինչ վերաբերում է երկրորդ նախագահ, երրորդ նախագահ հարաբերություններին, այստեղ իրանք այս պահին ունեն կարգավիճակային գրեթե նույն տարբերությունը, նույն ընդհանրությունները։ Որպես նախագահներ, այո, բայց Այսինքն երկուսն էլ падգամավոր չեն, երկուսն էլ փաստացի որոշում կայացնող չեն եւ իրանցից ակնկալիք չկա։ Եթե նկատի ունենանք, որ նրանք ունեն որոշ առաջնորդող դեր, այսինքն Ռոբերտ Քոչարյանը առաջնորդել է Հայաստան դաշինքը եւ падգամավորների մեծ մասը մինչ օրս ընդունում են իր առաջնորդությունը, եւ չեն սկսել դեռևս անվստահության գործընթաց, նույնը վերաբերում է նաեւ պատիվ ունեմ խմբակցություն։ Պատիվ ունեմ խմբակցության կազմում կան ՀՀԿ գործադիր մարմնի անդամ ազգային ժողովի падգամավորներ, իսկ ՀՀԿ-ի ղեկավարը Սերժ Սարգսյանն է։ Իրանք էլ չեն սկսել անվստահության գործընթաց։ Իսկ այդ իմաստով տարբերություն նաեւ իմ ընկալումների մեջ գոյություն չունի։ Ինչ տարբերություն Հայաստան խմբակցության падգամավորները չեն սկսում, թե պատիվ ունեմ, որտեղ այդ գործընթացը կարող մեկ падգամավոր սկսի։ Եվ դեռևս Հանրապետական կուսակցության անդամ որևէ падգամավոր նույնպես այդ գործընթացը չի սկսել։ Եվ քանի դեռ որևէ մեկը չի սկսել, ինձ համար բանաձևում ընդհանուր է։ Եթե դուք անվստահություն չեք հայտնում, վստահում եք կառավարությանը։ Եթե որևէ մեկին տհաճ է լսել այդ ձևակերպումը, պետք է սկսի անվստահության գործընթաց եւ դուրս գա այդ ձևակերպ։ Այս պահի դրությամբ այսօր հասկանում եմ դա, բայց մեր զրույցի օրը դեռևս ոչ մեկ այդ նախաձեռնությունը չի ցուցաբերել։ Այ նախագահների միջև այո, կարող է լինել եւ քաղաքական ուժեր, որոշակի անհամաձայն եւ ցավոք սրտի վերջին շրջանում ինձ համար անընդունելի այդ երկու կողմերից հնչող հայտարարությունները, բաները, ես դա երբեք չէի ցանկանա լսել, բայց դրանք գոյություն ունեն։ Ես կարծում եմ, որ անվստահության գործընթացը ոչ թե խորացնի, այլ ճիշտ հակառակը, կմիավորի մեկ ընդհանուր գաղափարի շուրջ բոլորի ուժեր։ Այո, այս գործընթացը հաջողություն կարող ունենալ ոչ միայն մեր падգամավորների նախաձեռնության արդյունքում, այլ նաև հանրային մեծ աջակցության արդյունքում։ Իսկ հանրային աջակցությունը արդեն նաև արտախորհրդարանական ուժերի համախմբումն է, եւ ես կարծում եմ, որ անվստահության գործընթացը առիթ կհանդիսանա, որպեսզի բոլոր խնդիրները մի կողմ դրվեն եւ այս ժամանակաշրջանում բոլորը մեկտեղ են իրենց ջանք։ Եվ ես վստահ եմ, որ դա կբերի ցանկալի արդյունք։ Այսպեսի մի թռուցիկ հարց, մի գեղեցիկ օր պարզվում է, որ ԿՊ-ն պատրաստ է միայնակ այս գործընթացը մինչև վերջ հասցնել։ 70 քվետալ ձեզ այս նախաձեռնությանը անվստահություն հանձնել Նիկոլ Փաշինյանին, շատ հանգիստ եւ ընտրել նոր վարչապետ նոր վարչապետ։ Շատ լավ։ Ահա։ Եթե դա լինի, դա ողջուն եք։ Այո, բայց նրանք ում կընտրեն այդ դեպքում։ ով որ առաջադրվի, ցանկացած նախաձեռնության դա կարող լինի Նիկոլ 2-ը, ես հենց դա Չէ, ոչ պիտի լինի։ Այդ գործընթացի նախաձեռնողը, պարոն Անդրեասյան, ինքը կառավարում է այդ գործընթացը։ Դենց կարևորն է դա, թե ով է գործընթացի հեղինակը։ Այդ էլ եք դուք որոշելու, թե նրանք ում առաջադրեն։ Բոլոր որոշումները կայացնելու են падգամավորները։ Ես ինքս որոշում կայացնելու Падգամավորները չէ, նրանք ունեն 70 քվե, ես ասում եմ, 70 հոգիով անվստահություն են հանձնում, Նիկոլ Փաշինյանը գրում է գալիս է մի հատ կարևոր բանաձևում կա, որ պետք է մենք մեր գիտակցության մեջ նայենք։ Պետք չի падգամավորներին դիտարկել խմբերով։ Իրանք 70 են, իրանք չեն։ Այդ որոշումը, որ պիտի կայացվի, յուրաքանչյուր падգամավոր առանձին է կայացնելու։ Մենք ունենք չէ դեպքեր, որ ընդհանրենք падգամավորը խմբակցությունից տարբերվող կարծի օրենքի նախագիծ են դնում քվեարկության։ Դուք ասում եք Հայաստան խմբակցությունը ուրեմն պաշտպանում են կառավարությանը, պատիվ ունեմ պաշտպանում։ Խմբակցությունները չէ, падգամավորները։ Մենք խոսում ենք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանը, որպեսզի չեն հայտնում, չէ՞, դուք այդպես եք ասում։ Հիմա ասում եմ, շարունակում են անվստահություն չհանձնել հայտնել Նիկոլ Փաշինյանին կառավարությանը, այս խմբակցությունները, խմբակցությունների падգամավորները եւ ԿՊ-ական падգամավորները, օգտվելով առիթից եւ նպատակ ունենալով Նիկոլ Փաշինյանին շատ հանգիստ հեռացնել առանց հետևանքների, առանց բանի, իրականում առաջ են բերում մի տեխնացուի, որը էլի նորից ձևակերպումը կրկնեմ Նիկոլ 2-ն է, ինչ է կանելու։ Դա իրանք են այդ նախաձեռնության հեղինակը։ Բայց իրենք կանեն այդպես բան, եթե կանեն, չէ, անեն, ենթադրենք իրավունքն է։ Կամ մենք ինչ ենք ունենում։ Ինչ ենք ունենում։ Կամ հանկարծ իրավիճակը շրջվում է դեպի արտահերտ ընտրություններ անմիջապես։ Արտահերտ չի կարող լինի։ Արտահերտ ընտրություն չի կարող լինի։ Արտահերտ ընտրություն որպեսի լինի, պիտի նախ էս մենք մի ընտրություն ունենք։ Վարչապետը 21 թվականին ինչպես արեց։ Բայց ինչպես եղավ։ 21 թվականին Նիկոլ Փաշինյանը երբ գնաց արտահերտ ընտրության որոշման, երբ որ ինքը
Վերջնական ապրիլին կարծես։ Վերջնական համաձայնություն ձեռք բերեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանի հետ, որ իր հրաժարականից հետո նրանք վարչապետի տեխնացու չեն առաջադրի։ Միայն այդ վստահությունը ունենալով նա հրաժարական տվեց։ Հիմա որpիսի նա նույն բանը անի, նշանակում է նա պիտի նույն կերպ քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերի, այսինքն իրեն գործընկեր դարձնի Հայաստան, այստեղ արդեն որոշումները խմբակցություններն են կայացնում, որտեղ վարչապետի տեխնացու падգամավորները չեն առաջադրում հրաժարականի ժամանակ, խմբակցությունն է կայացնում։ Այդ դեպքում պետք է Նիկոլ Փաշինյանը դաշինք կազմի Հայաստան խմբակցության եւ պատիվ ունեմ խմբակցության հետ, ունենալով վստահություն, որ իր հրաժարականից հետո նրանք վարչապետի տեխնացու չեն առաջադրի։ Ես իմանալով մեր գործընկերների քաղաքական դիրքորոշումը, ստեցամ բացառում եմ, որ նրանք դաշինք կազմեն Նիկոլ Փաշինյանի հետ, տենց համաձայնության կգան։ Հետևաբար արտահերթ ընտրություն ըստ էության չի լինելու։ Հերթական ընտրությունը ոչ մեկը չի կարող ազդել այդ process-ը, դա լինելու է 2026 թվականին։ Դա հիմա մեր խնդիրը ոչ թե ընտրությունների մասին մտածելն է, թե ինչ կլինի ընտրությունների ժամանակ, այլ հիմա այս պահին падգամավորները իրենց սահմանադրական լիազորություններից օգտվելով ինչ կարող են անել։ Ուրիշ բան, քան Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել, ինչը բոլորի հռչակած ցանկությունն է, քան անվստահության գործընթացի միջոցով դա անել, նա ուղղակի գոյություն չունի։ Շնորհակալ եմ հետաքրքիր Ես եմ զրույցի համար, կհանդիպենք սիրելի բարեկամներ։